Ծրագիրը մեր երկրում շրջանցելով մեզ, որ ուժերն են առաջարկում Սյունիքի ամերիկյան ճանապարհը թրիփը մեղրիով անցկացնել հասցնել Նախիջևան եւ հետո արդեն շրջանցել Հայաստանը։ Թրիփի շրջանակներում հիմա կան բնականաբար ուժեր, ովքեր ասում են, որ Վարչապետն անուններ չի հստակեցնում, իսկ փորձագետների աչքին գոնե առերևույթ նման առաջարկներ գաղափարներ չեն ընկել։ Գիտեն միայն տարածաշրջանի թոփնորության հետ կապված մտահոգություններ ունեն հենց տարածաշրջանային երկրները, մեր երկու հարևանները՝ Վրաստանը տնտեսական, Իրանը եւ տնտեսական եւ անվտանգային։ Ամեն մի երկիր շարժվում է իր ազգային պետական շահերով։ Պարզ է, չէ՞, որ միջին միջանցքի տրամաբանության շղթայում ձեռնտու է, որ այդ ճանապարհները անցնել Վրաստանով եւ Իրանով։ Եթե թրիփի վերաբերյալ Թբիլիսիի ու Թեհրանի մտահոգությունները, դժգոհությունները բացահայտ են, ապա այլ ուժերն իրենց առաջարկները բանակցությունների կուլիսային սեղաններ են միայն հասցնում, ըստ մասնագետի։ Վարչապետը դետալներ է հստակեցնում, խնդիրը Հայաստանի ռուսական երկաթուղու հետ են կապում չբացահայտվող ուժերը։ Նրանք, ովքեր ուզում են Հայաստանը շրջանցել, նրանք ինչ են ասում են, դե տեսեք, Հայաստանի երկաթուղին Ռուսաստանի կառավարման ներքո է։ Ցավոք սրտի Ռուսաստանի եւ շատ երկրների հարաբերություններ սուր են։ Եվ ես զգում եմ, մենք իհարկե ամեն ինչ անում ենք հետ համոզելու համար եւ համոզելու համար, որ այո, Ռուսաստանի կառավարման ներքո է, բայց Հայաստանի սեփականությունն է։ Որքան էլ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ուղիղ տեքստով բացառել է Ռուսաստանի հնարավոր միացումը Թրամփի երթուղուն, միջազգայնագետն ասում է, եթե իրենցից երկաթուղին վերականգնելու պահանջ կա, բնականաբար ռուսական կողմն էլ իր պայմաններն է առաջ բերելու։ Այսինքն մենք պայմանագիր ունենք երկաթգծի ամբողջ ցանցի կիրառելիությունը, տվյալ դեպքում ներառյալ նաև Սյունիքով անցնելիքը, շինարարությունը, բայց պայմանագիրը կնքում ենք Միացյալ Նահանգների հետ, հետ կուլիսային որոշակի պայմանավորվածություններով պետք է լուծեն։ Որպեսզի մեր երկիրն էլ օգուտներ քաղի մեր իսկ տարածքով անցնելիք Միացյալ Նահանգների նախագահի պատվին անվանակոչված խաղաղության ու բարգավաճման երթուղուց հայաստանյան ընդդիմադիր շրջանակները, նաև փորձագետները առաջարկում էին, որ այդ ճանապարհը ոչ թե ձգվի միայն 43 կիլոմետր, այլ հասնի մինչև Երասխ։ Հիմա վարչապետն ասում է, այսպես թե այնպես, երկաթգծի Երասխ-Ախուրիկ հատվածը պետք է վերականգնվի, բայց Ասլան կտրած Ալիևը, որ Բաքվից Մյունխենի անվտանգության համաժողովին էր հասել, հստակ ձևակերպեց ոչ, թրիփը հասնի Նախիջևան, հյուսիսից հարավ չի ձգվելու, Երասխում վերջին կանգառը չի առնելու։ Հայաստանի տարածքով ադրբեջանցիներն անխոչնդոտ կհասնեն Նախիջևան, ճանապարհն ուղիղ կշարունակեն դեպի Թուրքիա։ Իհարկե մտահոգիչ է մեր մասով, որովհետև ամենայդևս եթե երկաթուղային ցանցը պետք է գործարկվի, հետևաբար մենք էլ այդտեղ պետք է ներկայացնենք մեր պահանջը։ Եթե դիտարկում ենք, որ դա ավտոճանապարհ է, ամենայն դեպս ավտոճանապարհի մասով էլ ճանապարհ պետք է լինի հարակից երկաթուղուն։ Հայաստանը դառնում է իր տարածքով անցնող տարածաշրջանային նախագծի լիարժեք շահառու, թե պարզապես տարածք, որտեղով պետք է անցնեն ուրիշների ռազմավարական հաշվարկները, երբ քննարկումները տեղափոխվում են կուլիսներ, իսկ պահանջ-պայմանները հնչում տարբեր մայրաքաղաքներից, ըստ փորձագետ վերլուծաբանների առաջ է գալիս հստակեցման խնդիրը։ Ի վերջո, որն է մեր կարմիր գիծը։ Մասնագետներն ասում են, եթե ճանապարհ է բացվում, ապա այն պետք է նաև հնարավորությունների պատուհան դառնա հենց մեզ համար, վերահսկելի, փոխշահավետ եւ երկարաժամկետ հաշվարկով։ Հակառակ դեպքում ցանկացած խաղաղության երթուղի կարող է վերածվել նոր կախվածությունների։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։